Շնորհակալություն, նախ շնորհակալություն այս քննարկումը կազմակերպելու համար։ Երկու ճշգրտում անեմ նախքան բուն նյութի անդրադառնալը։ Պարոն Սարգսյանի ասացին, որ մենք երբեք չենք ունեցել դոկտրին, ես համամիտ չեմ, մենք երկու դոկտրին ենք ունեցել եւ շատ մանրակրկիտ։ Ավելի, եթե կհիշեք, երկրորդ նախագահի ժամանակ հստակ հրամանագիր ստորագրվեց, որպեսզի ամբողջ հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվի բացառապես արտաքին գործերի խողովակներով եւ համակարգված լինի, որի կապակցությամբ մենք նաեւ թեզային մոտեցումներ եւ դիրքորոշումներ էինք մշակել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եւ մեր պաշտոնատար անձանց ամեն մեկին առանձին հստակ այդ ուղեցույցները տրամադրվում են, որպեսզի ընդհանուր պետական մոտեցումներում շեղում չլինի եւ դիրքորոշումների պարագայում իրենք հստակ նույն ուղեգծով շարժվեն։ Այլ խնդիր, որ 18-ից հետո մենք բոլորին այլ իրավիճակի մեջ ենք գտնվում եւ 20 թվականի, ես կարող եմ ասել, ուղղակի խեղաթյուրված ռազմավարությունը, որը նպատակ ուներ հերթական անգամ ժողովրդի աչքին թոս փչել, իրենց հետագա եւ հեռահար ծրագրերը կոծկելով, դա արդեն այլ խնդիր է եւ ներկայում մենք փաստացի ունենք իրականացվող փաստական քաղաքականություն, որը փաթեթավորվում է տարբեր հայտարարությունների ու հուշագրերի տեսքով, որոնք անգամ իրավական ձևակերպումներ չեն ստանում, այսինքն նրանք ոչ մի ներպետական ընթացակարգերով չեն անցնում, բայց փաստական կերպի վրա դրանք իրականություն են դառնում։ Նույնը վերաբերում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը աղետաբեր հետևանքներ ունեցավ ամբողջ Արցախի տարածքներ ուղղակի ներքին պայմանավորվածություններով հանձնելու առումով։ Երկրորդը, որ ես շատ մի կողմից մտահոգությունը պարոն Խաչիկյանի հասկանալի է, բայց ես հասկանում եմ, որ նաև բազմաթիվ հարցեր են տրվում, հատկապես այն խոսույթի պարագայում, երբ որ ասվում է, որ Ամերիկան է որոշում, Անգլիան է որոշում, Թուրքիան է որոշում, ժողովրդի մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ուղղակի այստեղ մանեկեններ ենք, որոնց համար ինչ որ մարդիկ ինչ որ բաներ են որոշում եւ մեզանից ոչինչ կախված չէ։ Ոչ, մեզանից կախված է եւ մեր անցած 30 տարիները եւ ձեզ ասեմ ոչ հեշտ անցած ճանապարհը դրա վկայությունն են։ Այն, որ այս իշխանությունները մսխում են մինչև օրս կուտակած այդ պաշարը եւ դեռ մինչև վերջ չեն հասել, նաեւ դրա վկայությունն է։ Հիմա ասնեմ բուն նյութին եւ ես գոհ եմ, որ պարոն Այվազյանը ընդհանուր, այսպես ասած, կոնցեպտուալ առումով ներկայացրեց, ես կփոխեմ ավելի թիրախային պրագմատիկ առումով խնդիրներին անդրադառնալ։ Ես կասեմ, որ մեր առջև խնդիրը կարող է ծագել բացառապես հունիսի 7-ից հետո իշխանափոխության պարագայում։ Մենք բոլորս դա հասկանում ենք, այլապես այն գործիքակազմերը, որ մենք այսօր կներկայացնենք, դրանք պիտի վերափոխվեն, ես դա կկոչեմ ուղղակի պարտիզանական պատերազմի բոլոր դաշտերում։ Եվ այս պարագայում ես հույս ունեմ, որ այն ինչը որ մենք կներկայացնենք մեր հանրությանը, կօգնի նրանց կողմնորոշվելու եւ ճիշտ ընտրություն կատարելու մեր ժողովրդի եւ պետության ապագայի առումով։ Ես այդ կկոչեմ օբյեկտից սուբյեկտի վերածում։ Սա այն ուղին է, որը մենք պիտի անցնենք։ Ցավոք սրտի այս իշխանությունների պարագայում մեր պետությունը վերածվել է օբյեկտի։ Եվ այս առումով, որպեսզի մենք խնդիրները հասկանանք, ինչպես ցանկացած հիվանդության պարագայում, մենք այն պիտի ճիշտ ախտորոշենք։ Եվ այս ախտորոշման համար մեզ պետք է գույքագրել այն վիճակը, այսինքն մենք ինվենտարիզացիա ենթարկենք այն իրավիճակը, որ մենք ունենք թե հարաբերությունների տեսակետից, թե առկա խնդիրների տեսակետից։ Եվ այս առումով մենք խնդիր ունենք հասկանալու ինչ քայլերի պիտի դիմենք, որպեսզի մենք վերադառնանք վստահելի գործընկերոջ կարգավիճակի եւ վերականգնենք մեր վստահելի գործընկեր լինելու համբավը, որը մենք վայելել ենք մինչև 18 թվականը։ Եվ այս առումով մենք նաև պետք է հասկանանք, թե այս իշխանությունների պարագայում ինչ հանձնառություններ կան, այսինքն առկա հանձնառությունները, որոնց մասին այսօր չեն բարձրաձայնում, բայց մենք հնդածս տեսնում ենք դրա իրագործումը եւ առաջիկա
ԱՄՆ փոխնախագահի այցը դրա հանձնառությունների հերթական դրսևորումն է լինելու, որովհետև ըստ տարածվող տեղեկատվության արդեն ստորագրվելու է մոդուլային ատոմակայանների ուրեմն առումով իրենց համաձայնությունը, որի հետ կապված 2 տարի առաջ նրանք հայտարարությունների մակարդակով արդեն համաձայնություններ էին ձեռք բերել, փաթեթավորելով դա միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության անվան ներքո։ Այսինքն մենք այդ ձեռագրին արդեն սովորել ենք, երբ որ գեղեցիկ ձևակերպումներ են տալիս, իրականում մեր կարողությունների ոչնչացման գործընթաց է գնում։ Այս առումով մենք պետք է առաջինը հասկանանք միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգի զարգացման միտումները, արձանագրենք դրա տրամաբանությունը եւ մենք բոլորս հասկանում ենք, որ հիմա մենք անցումային շրջանում ենք գտնվում այդ միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի։ Շատերին թվում է, թե դա 1 օրվա, 2 օրվա պատմություն է, բայց դա տևելու է 15-ից 20 տարի առնվազն հաշվի առնելով, որ ոչ մի կայսրություն իր ցանկությամբ ուղղակի զերքերը վայր չի դնում եւ մենք տեսնում ենք, որ անգամ բրիտանական կայսրության այսօրվա ժառանգորդները ամեն կերպ փորձում են վերականգնել իրենց դիրքերը ամենտեղ միջամտելով եւ հակամարտություններում գրակի վրա յուղ լցնելով։ Եվ այս առումով մենք պետք է հասկանանք Հայաստանի դերը այդ համակարգում, այսինքն մենք գնահատենք մեր դերը այդ համակարգում եւ այստեղ մենք որոշակիորեն ես գուցե ասեմ դրական, ձեզ համար կասկածելի թվա այս արտահայտությունը, բայց դրական ընկալում ունենք։ Եթե տարիներ անարդյունին Ռուսաստանի եւ Իրանի համար Հայաստանը ուղղակի փոքր պետություն էր եւ արևմուտքը մեզ անդադ կերակրում էր դուք փոքր եք, դուք թույլ եք, դուք ռեսուրս չունեք սկզբունքով, ապա այսօր նույն Ռուսաստանի եւ Իրանի քաղաքական ղեկավարության համար հասկանալի է, որ Հայաստանը ճիշտ է փոքր է, բայց այն բալանսավորող կետն էր, որը ապահովում էր խաղաղությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև փաստացիորեն ամբողջ Մերձավոր Արևելքում, որը նաև բերում է այդ 2 տարբեր բևեռների բախման կետի։ Այսինքն մենք այդ գնահատականը, ինքնագնահատականը պիտի կարողանանք ունենալ եւ ինքներս մեզ դադարենք թերագնահատել մեր աշխարհագրական դիրքի, մեր եղած ռեսուրսների եւ մեր հնարավորությունների տեսակետից։ Մենք ունենք բազում հնարավորություններ օգտագործելու այսօր թվացյալ միջազգային համակարգի այսպես ասած կործանված վիճակը, բայց նրա դեռևս արկա վիճակը, ես միշտ կատակով ասում եմ, մակը խորը կոմայի մեջ է, բայց նա դեռ կենդանի է։ Եվ ասեմ, որ այսօր գերտերությունների համար դեռ ցանկալի չէ ամբողջովին ձերբազատվել դրանից, մինչև ապագա համակարգը իրենց առումով բանակցված եւ համաձայնեցված չլինի։ Մենք այդ 10 տարիների ընթացքում ունենք ժամանակ առաջինը մեր սուբյեկտայնությունը բարձրացնելու, մեր ձայնը ոչ միայն լսելի դարձնելու, այլև մեր ձայնը հաշվելի դարձնելու քաղաքական գործընթացներում։ Եվ այստեղ մենք կարող ենք օգտվել մեր համար արկա հնարավորություններից միջազգային իրավունքի տեսակետից եւ մեր իրավունքների պաշտպանության խնդիրը դնելով նաեւ մեր հակառակորդներին, ինչպես պարոն Այվազյանն էր ասում, իսկ ես նրանց կոչում եմ թշնամիներին, շատ նեղը վիճակի մեջ դնելու եւ այս գահավիժող քաղաքականությունը եւ նրանց կողմից ենթադրաբար ուժի դիրքերից հանդես գալու այդ մտածելակերպը չեզոքացնելու համար։ Այստեղ մենք մի քանի գործիքներ ունենք, որը մենք շատ արագ կարող ենք օրերի ընթացքում դա կարող ենք օգտագործել։ Դա դատարաններում արկա գործերն են։ Արդարադատության միջազգային դատարանի վճիռն է, որը նորմալ ազգային շահերից ելնող կառավարություն ունենալու պարագայում արդեն անվտանգության խորհրդում բանաձևի պիտի վերածվեր եւ պարտադիր կիրառման պայման դառնար Ադրբեջանի համար։ Դուք 2 օր առաջ էր կարծեմ պարոն Զատուլինը որոշակի ձևակերպում էր տվել մեր պատանդարված ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռների հետ կապված եւ տեսակ Ադրբեջանի, այսպես ասած, արձագանքը ինչպիսի խոցելիությամբ են նրանք դա ընդունում։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը ինքը գիտակցում է իր ցեղասպան լինելու հանգամանքը եւ այդ պիտակից ազատվելու համար նա ամեն ինչ անում է։ Ցավոք սրտի այսօր մենք ունենք կառավարություն, որը սպասարկում է այդ ցանկությունները։ Իսկ նմանատիպ գործիքակազմով, որը կա թե դատարաններում եւ դա վերաբերում է թե եվրոպական դատարան, թե միջազգային դատարան, թե տարբեր միջազգային կազմակերպություններում հարցերը բարձրացնելու բանաձևերը ընդունելու միջոցով մենք կարող ենք կասեցնել այս պարտվողական տրամադրությունները եւ անիվը հետ շրջել պահանջելով միջազգային ուրեմն ոչ միայն կազմակերպություններից, այլև անդամներից աջակցություն։ Աշխարհը փոխվում է եւ մենք տեսել ենք, թե ինչպիսի փարիսեցությամբ է արևմուտքը վերաբերվում երկրներին։ Այսօր եթե նրանց ձեռնտու է, նրանք օգտագործում են բոլոր գործիքակազմերը պետություններին աջակցելու։ Եվ պատահական չէ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրախորհրդարանը տարբեր բանաձևեր են ընդունում, որտեղ այսպես հնդհացս հղում են անում վերադարձի իրավունքին, որտեղ իրենք գիտեն պահը գալու է եւ իրենք դրանք օգտագործելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ որպես գործիքներ։ Մենք դա պիտի օգտագործենք։ Մենք դա տեսել ենք ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ մենք պիտի դադարենք դա էմոցիոնալ ընկալել։ Աշխարհը շարժվում է շահերի տրամաբանությամբ եւ մենք օգտվելու ենք այն հնարավորություններից, որ այդ շահերը եւ կառույցները մեզ տալիս են։ Առաջի հարցերից մեկը, որը պիտի դրվի, դա վերադարձի իրավունքն է։ Եվ վերադարձի իրավունքի ամրապնդումով մենք դիվանագիտական ճանապարհ ենք հարթում Արցախի հայերի վերադարձին։ Պետք է անպայմանորեն դրվի նաև մեր մշակութային ժառանգության պահպանման հարցը եւ կան այդ կառույցները, կան այդ կոնվենցիաները, որոնց ներքո Ադրբեջանը պարտավորություններ ունի։ Դրանց չկատարումը հղի է տարբեր քաղաքական հետևանքներով։ Մենք անպայման պետք է հարցը դնենք մեր գերների եւ պատանդարված ղեկավարության վերադարձի։ Դրանք եւս կոնվենցիաներով ապահովված են, ել չեմ ասում Ադրբեջանի հանձնառություններով։ Պետք է հասկանալ մի բան եւ ես այստեղ կանի որ նաեւ ես եթե չեմ սխալվում գնում է եթեր այո որոշակի սխալ է թույլատրվում երբ որ Արցախում տեղի ունեցածը փորձում են այսպես սպիտակ եղեռ կոչել դա ցեղասպանություն էր սպիտակ եղեռնը դա մշակութային ժառանգության ոչնչացումն է այն որ կներեք չեն մորթել մեր հայրենակիցներին, դա չի նշանակում, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Եվ այստեղ շատ կարևոր է այս օրինակը բերում եմ, որպեսզի մենք եզրույթների, տերմինների, հասկացողությունների առումով միասնական կերպով հանդես գանք եւ այսպես տատանվող եւ տարբեր խաղերի տակ հնարավորություն չտանք մեր թշնամիներին օգտվելու այդ տարաձայնություններից եւ խնդիրներ առաջացնելու։ Նույնը վերաբերում է եւ էթնիկ զտման ենթարկված արցախահայերի թվակազմին 150,000 է պետք չէ նվազեցնել այդ քանակը Ադրբեջանը շարունակաբար մաթեմատիկական տարբեր ինչ-որ խեղկատակությունների միջոցով ինչ-որ թվեր էր հնչեցնում տասնամյակներում դա փորձում ամբողջ միջազգային հանրությանը կերակրել արկա փաստերը պետք չի նվազեցնել հասկանում եմ դա ցավալի է բայց ցավը կարելի է ամուքել դրան առերեսվելու միջոցով Մյուս խնդիրը, որ մենք ունենք, դա մեր անվտանգային համակարգի վերագնահատումն է եւ ըստ դրա դաշնակցային հարաբերությունների վերականգնումը նոր իրողությունները հաշվի առնելով դրանք ազգային շահերի ու հետաքրքրությունների ծիրում դիտարկելը, քննելը եւ զետեղելը։ Ինչու եմ սա նշում։ Ցավոք սրտի մենք ունենք թրիփը Եվ չեմ կարծում որևէ մեկը ենթադրում է, որ Միացյալ Նահանգների հետ կապված գործողությունները մենք ուղղակի կարող ենք չեղարկել եւ ասել սա չի եղել։ Մենք ուրեմն պիտի հասկանանք ինչպես այդ իրավիճակից դուրս գալ եւ դա բերել, տեղավորել մեր շահերի շրջանակներում, ապահովելով մեր պետության վերահսկողությունը եւ մեր անվտանգային խնդիրների ներառումը այդ ուրեմն ցանկացած ծրագրի իրականացման առումով։ Եվ սա վերաբերում է ոչ միայն այս թրիփին, այլև այն էներգահամակարգերին, որի մասին այսօր խոսք է գնում, եւ այսպես ասած կառավարության ղեկին նստած անձը հպարտորեն խոսում է, որ պիտի Ադրբեջանի համակարգին միանա։ Մենք հասկանում ենք, որ դա եվրոպական ծրագիր է Ռուսաստանը շրջանցելու եւ կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա այլընտրանքային էներգաուղիներ ապահովելու, բայց դա ամենևին չի նշանակում, որ դա պետք է լինի մեր ժողովրդի կամ մեր պետության կործանման հաշվին։
Եվ այստեղ դրանք շատ կարևոր են, որպեսզի մենք հմտորեն օգտագործելով նաև այդ պետությունների շահերը, որոնք պատրաստ են աչքերը փակել, ականջները խցել եւ բացարձակապես չտեսնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները զուտ սեփական էներգետիկ եւ այլ կարիքները բավարարելու համար։ Այս խնդիրների բարձրաձայնումը, սրանց հետ կապված այդ երկրների դիրքորոշումների քննարկումը այդ երկրների հետ օգնելու է մեզ մեր ձայնը, նորից եմ ասում, ոչ միայն լսելի, այլև հաշվելի դարձնել։ Տնտեսական հարաբերությունների առումով եւս վերագնահատման կարիք ունենք եւ այստեղ շատ հետաքրքիր դիրքում ենք մենք գտնվում, աշխարհը գնում է գիտահեն արտադրությունների ուղղությամբ եւ այս առումով մենք ունենք մարդկային ռեսուրս, որի ճիշտ օգտագործման դեպքում, այդ թվում նաև Սփյուռքի մեր բարեկամ եւ հայրենակիցների աջակցությամբ, մենք կարող ենք ոչ միայն մեր ուրույն տեղը ունենալ, այլև թելադրողի որոշակիորեն դիրք ունենալ, առնվազն մեր մեծ տարածաշրջանում այդ արտադրությունների առումով, դրանով ապահովելով մեր տնտեսական անվտանգությունը։ Արան ճիշտ նշեց, որ երբ որ թիկունքը ապահով է, այսինքն տնտեսությունը ամուր է, դու ավելի ամուր դիրքերից ես հանդես գալիս։ Բայց այստեղ եւս մի խնդիր կա, որը արծարծումով ես կցանկանայի երևի թե ավարտել, դա ֆինանսական անվտանգությունն է։ Ցավոք սրտի այս իշխանությունների օրոք մենք պարտքային կախվածության մեջ ենք դրվել դրսի ուժերից եւ մեզ համար այս պահին անհասկանալի է այդ պարտքային պատկերի իրական կախվածության աստիճանը, որ երկիրներն են մեր բաժնետերերի եւ մասնաբաժինների տերը։ Սա քաղաքականություն է, որը արևմուտքը իրականացնում է, որպեսզի ինքը վերահսկողություն անի պահի պետությունների վրա։ Սա պետք է նվազեցվի եւ սրա նվազեցման առաջի գրավականը տնտեսության զարգացումն է։ Իսկ տնտեսության զարգացումը ենթադրում է ոչ միայն արկա շուկաների պահպանում, այլև արկա հարաբերությունների ավելի պետականամետ եւ ազգային շահերից բխող ուղղությունների զարգացման առումով դրանք դարձնել հասանելի այլ շուկաների, որոնք բարեբախտաբար Եվրամիության նման, այսպես դագանակի պես չեն աշխատում եւ պատրաստ են հայերի հետ համագործակցել, նաեւ հաշվի առնելով մեր Սփյուռքի դրական հեղինակությունը, որը ձևավորվել է տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում։ Եվ վերջում ես կուզենայի անդրադառնալ ատոմակայանի եւ մեր ջրային ռեսուրսներին։ Ջրային ռեսուրսները ապագայի նավթն են։ Ապագա ասելով ես նկատի չունեմ 100 տարի հետո, դա արդեն այսօրվա խնդիր է։ Եվ ցավոք սրտի մեր թշնամիները գտնվում են մեր ջրային ռեսուրսների գլխին եւ պատահական չէ, որ նրանք այդ դիրքային առավելությունները վերցրել են, շատ լավ իմանալով, որ ապագայում իրենք իրենց տնտեսության զարգացման համար խնդիրներ են ունենալու եւ մեզ համար այս հարցերը դառնալու են կախվածության լրացուցիչ լծակ։ Այդ կախվածությունից ազատվելու առաջի պայմաններից մեկը ոչ միայն արտաքին դաշտում դրա մասին խոսել եւ համապատասխան միջազգային նորմեր օգտագործելով թույլ չտալ նրանց հավակնությունների ընդլայնմանը, բայց նաեւ բնականաբար սեփական պաշտպանական կարողությունների ավելացմամբ նաեւ սեփական սահմանների անվտանգության ապահովումն է եւ այդ դիրքերի վերադարձը մեր վերահսկողության ներքո։ Այս առումով ես կուզենայի մի մտահոգություն արտահայտել եւ այս մենք կարող ենք սրա մասին բարձրաձայնելով գոնե ներկա պահին մինչեւ ընտրությունները թույլ չտալ, որ դա իրականություն դառնա, դա մեր ատոմակայանի խնդիրն է։ Պատահական չէ, որ գնում են ամերիկյան մոդուլային ատոմակայանների ստեղծման գաղափարին, որտեղ դա իրականում փաստականորեն գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունները ձգձգում են process-ը, որ 36 թվականին արդեն մեր ատոմակայանը փակվի եւ դրանից հետո մենք ամբողջովին կախված լինենք, այսպես ասած, Ադրբեջանի էլեկտրական գծերի ստացվող հոսանքից եւ Թուրքիայից մատակարարվող հոսանքից, որը ստեղծվում է ռուսական ատոմակայանի շահագործման միջոցով։ Այսինքն սա եւս մի լրացուցիչ լծակ է լինելու մեզ կախվածության եւ պարտադրանքի ներքո պահելու։ Սրա անթույլատրելիության եւ սրա վտանգավորության մասին խոսելով նաեւ մենք կարող ենք մեր ժողովրդին հիշեցնել 90-ականների մութ ու ցուրտ տարիների հեռանկարը,
եւ բացատրել, որ ընտրությունը ճիշտ չկատարելու դեպքում մենք ուղղակի կախվածության մեջ ընկնելու Թուրքիա եւ Ադրբեջանի քմահաճույքներից, ել չեմ ասում դեմոգրաֆիական փոփոխությունները։ Սրանով ես կուզենայի ուրեմն ամփոփել, ցույց տալով, որ կան ուղիներ, կան հնարավորություններ, դրանք վերացական չեն, դրանք գործում են։ Պետությունների շահերը շատ հմուտ օգտագործելու դեպքում մենք կարող ենք ամիսների ընթացքում էական տարբերություն արձանագրել մեր տարածաշրջանում եւ ավելին Վրաստանի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման ձևով մենք կարող ենք այդ սեպը դառնալ ավելի մեծ սեպը թուրանական տխրահռչակ ծրագրի, որը աշխարհը վերափոխելու եւ արևմտյան գերակայությունը ապահովելու նպատակ ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լիովին համամիտ լինելով, ես երկրորդ եմ, մենք երկու հարցի